Ինչպես է ստացվում, որ մեր նախնիները, առանց թանկարժեք դեղերի և ժամանակակից բժշկության, ապրում էին մինչև խոր ծերություն, պահպանելով միտքն ու մարմինը առույգ, իսկ մենք այսօր, տեխնոլոգիաների դարում, 60-ն անց արդեն պայքարում ենք տասնյակ հիվանդությունների դեմ։ Գուցե մենք ինչ-որ կարևոր բան ենք մոռացել։ Մի ճշմարտություն, որը միշտ եղել է մեր աչքի առաջ, բայց որի մասին մեզ ստիպել են մոռանալ։ Բարի օր, սիրելի բարեկամներ, ձեզ հետ բժիշկ Արմեն Սարգսյանն է։ Ուրախ եմ կրկին ձեզ տեսնելու մեր ալիքում, որտեղ մենք խոսում ենք ոչ թե հիվանդությունները բուժելու, այլ առողջությունը պահպանելու և վերականգնելու մասին։ Եթե դուք դեռ մեզ հետ չեք, խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին և սեղմեք զանգակի կոճակը։ Սա պարզապես կոճակ սեղմել չէ, սա ձեր ներդրումն է ձեր իսկ առողջության մեջ, քանի որ այստեղ դուք կգտնեք միայն ստուգված, անվտանգ և ամենակարևորը գործող խորհուրդներ։ Եվ, իհարկե, մինչ սկսելը խնդրում եմ մեկնաբանություններում գրեք Հայաստանի կամ աշխարհի որ քաղաքից եք մեզ դիտում, ինձ համար շատ կարևոր է իմանալ մեր մեծ հայկական ընտանիքի աշխարհագրությունը։ Այսօր մենք կսկսենք մի զրույց, որը կարող է փոխել ձեր կյանքի որակը, բայց մինչ այդ թույլ տվեք ձեզ պատմել մի պատմություն։ Ես հիշում եմ իմ մեծ պապին, Հովհաննեսին, նա ապրում էր Գորիսի մոտակա գյուղերից մեկում։ Նա բժիշկ չէր, բայց նրա իմաստությունը բավարար էր մի ամբողջ գյուղի համար։ Նրա օրը սկսվում էր արևի հետ։ Ես հիշում եմ, թե ինչպես էր առավոտյան դուրս գալիս բակ, խորը շունչ քաշում սարերի սառը օդը, որի մեջ խառնված էր ուրցի ու նանայի բույրը, և մի բաժակ թարմ մածուն ուտում, մեջը մի պտղունց կտավատի սերմ լցրած։ Նրա դեղատունը սառն էր, նրա մարզասրահը այգին։ 98 տարեկանում նա դեռ իր ձեռքով էր փորում հողը, իսկ երեկոյան բուխարու մոտ նստած մեզ, թոռներիս, պատմում էր, թե որ խոտաբույսն ինչի համար է։ Սա սրտի համար է տղաս, սա ստամոքսի, իսկ սա կխմես, երբ հոգիդ անհանգիստ լինի, ասում էր նա, մատով ցույց տալով չորացրած խոտաբույսերի խրձերը։ Նա չգիտեր, թե ինչ է խոլեստերինը, բայց գիտեր, որ սխտորն ու ընկույզը մաքրում են անոթները։ Նա չէր լսել հակաօքսիդանտ բառը, բայց գիտեր, որ մի բուռ մասուրն ու սև հաղարջը ուժ են տալիս ձմռանը։ Այս գիտելիքը նրան փոխանցել էր իր պապը, իսկ նրան իր պապը։ Դա մի ոսկե շղթա էր, որը ցավոք մի տեղ կտրվեց։ Իսկ ինչ ունենք մենք այսօր։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում։ Մեր տրամադրության տակ են աշխարհի լավագույն դեղամիջոցները, բարդ վիրահատությունները, թանկարժեք սարքավորումները, բայց նայեք շուրջը, դեղատները շատացել են խանութներից, 60-ն անց գրեթե յուրաքանչյուր մարդ ամեն առավոտ մի բուռ դեղ է խմում, մեկը չնշման համար, մյուսը շաքարի, երրորդը սրտի, չորրորդը հոդերի։ Մենք ավելի երկար ենք ապրում, քան 100 տարի առաջ, բայց մեր կյանքի վերջին 10-15 տարին մենք ապրում ենք ոչ թե լիարժեք, այլ հիվանդությունների հետ պայքարելով։ Ինչու՞։ Որովհետև ժամանակակից բժշկությունը, որին ես ծառայում եմ իմ ամբողջ կյանքում, հաճախ պայքարում է ոչ թե հիվանդության պատճառի, այլ հետևանքի դեմ։ Մենք իջեցնում ենք ճնշումը, չհասկանալով, թե ինչում է այն բարձրանում։ Մենք դեղերով նվազեցնում ենք շաքարի մակարդակը, չփոխելով այն սննդակարգը, որը հանգեցրել է դրան։ Սա նման է ժանգոտած պատի վրայից ներկելուն։ Դրսից գեղեցիկ է, բայց ներսից քայքայումը շարունակվում է։ Բայց վերջին տարիներին մի զարմանալի բան է տեղի ունենում։ Աշխարհի ամենահեղինակավոր գիտնականները, ուսումնասիրելով երկարակյաց մարդկանց աշխարհի տարբեր անկյուններում, եկել են մի ցնցող եզրակացության։ Նրանց կենսակերպը, սննդը, սովորությունները գրեթե մեկին մեկ կրկնում են այն, ինչ անում էր իմ պապ Հովհաննեսը մեր հայկական լեռներում։ Այն, ինչ նա գիտեր ինտուիտիվ, այսօր ստանում է իր խիստ գիտական հաստատումը։ Պարզվում է երկար, ակտիվ և առողջ կյանքի բանալին ոչ թե կախարդական դեղահաբի, այլ մի քանի պարզ, բայց համակարգված քայլերի մեջ է։ Մի մոտեցման, որը մեր նախնիների ժառանգությունն է և որը մենք պարտավոր ենք վերադարձնել մեր կյանք։ Հաջորդ հատվածում մենք կսկսենք քայլ առ քայլ բացահայտել այդ համակարգի բոլոր գաղտնիքները։ Մենք կխոսենք այն մասին, թե որն է այդ հզոր, բայց միևնույն ժամանակ զարմանալիորեն պարզ մեթոդի էությունը։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես, որն է այդ գաղտնիքը, որն է այն մոռացված իմաստությունը, որը թաքնված է մեր լեռներում և մեր նախնիների հիշողության մեջ։ Շատերը սպասում են բարդ բանաձևի, հազվագյուտ բույսի կամ թանկարժեք պրոցեդուրայի, բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, զարմանալիորեն պարզ է։ Այդ գաղտնիքը մեկ բան չէ, այլ 4 հզոր սյուների վրա կառուցված մի ամբողջական համակարգ է, մի ամրոց, որը պաշտպանում է մեր առողջությունը։ Ես այն անվանում եմ Արարատի կոդ։ Պատկերացրեք մի աթոռ 4 ոտքով, եթե նույնիսկ մեկ ոտքը հանեք, այն կկորցնի իր կայունությունը։ Այդպես էլ մեր առողջությունն է։ Այդ 4 սյուներն են. 1. Սնունդը, որը բուժում է, 2. Շարժումը, որը կյանք է, 3.
կապը, որը սնուցում է հոգին, և 4. խաղաղությունը, որը պաշտպանում է միտքը։ Եկեք հասկանանք, թե ինչպես է այս համակարգն աշխատում։ Պատկերացրեք ձեր մարմինը որպես պարարտ հողով այգի։ Այն, ինչ դուք տնկում եք այդ այգում, ձեր սնունդը, որոշում է, թե ինչ կաճի, առողջ պտուղներ, թե մոլախոտեր։ Մեր նախնիների այգին լի էր կյանքով։ Նրանց սննդի հիմքը ոչ թե սուպերմարկետի փայլուն փաթեթներն էին, այլ այն, ինչ տալիս էր հողը։ Առավոտյան թոնրում թխված ամբողջահատիկ ձավարով հաց, որի բույրը տարածվում էր ամբողջ գյուղով։ Ճաշին ոսպով կամ լոբով թանձր ապուր, որը ժամերով եփվում էր կրակի վրա և ուժ տալիս մինչև երեկո։ Ընթրիկին մի մեծ աման թարմ կանաչի, ավելուկ, սիբեղ, նանա, ռեհան, որը նրանք հենց նոր էին քաղել բանջարանոցից։ Նրանք քիչ միս էին ուտում, հիմնականում տոն օրերին, բայց ամեն օր իրենց սեղանին կար մածուն կամ թթու աղամբ, որոնք մեր օրգանիզմի համար իսկական բարեկամ բակտերիաների բանակ են։ Այս սնունդը չէր բարձրացնում շաքարը, չէր խցանում անոթները, այլ մաքրում, սնուցում և բուժում էր մարմինը ներսից։ Իսկ ժամանակակից մոտեցումն ինչ է անում։ Երբ մեր այգում մոլախոտեր են աճում, հիվանդության ախտանիշներ, մենք դրանց վրա քիմիական թույն ենք ցանում, դեղահաբեր։ Մոլախոտը մի որոշ ժամանակով չորանում է, բայց հողը մնում է թունավորված և հիվանդ, և շուտով նոր, ավելի ուժեղ մոլախոտեր են աճում։ Մենք բուժում ենք արյան բարձր ճնշունը, անտեսելով այն փաստը, որ մեր անոթները խցանվել են վերամշակված սնունդի պատճառով։ Մենք իջեցնում ենք խոլեստերինը, շարունակելով ուտել այն, ինչն այն բարձրացնում է։ Մենք չենք բուժում պատճառը, մենք պարզապես խլացնում ենք մեր մարմնի աղաղակը։ Երկրորդ սյունը շարժումն է։ Ուշադրություն դարձրեք, ես չասացի սպորտ կամ ֆիթնես, ես ասացի շարժում։ Իմ պապը մարզասրահ չէր գնում, բայց նրա ամբողջ կյանքը շարժման մեջ էր։ Առավոտյան նա քայլում էր Սարի լանջով աղբյուրից ջուր բերելու, օրվա ընթացքում աշխատում էր այգում, երեկոյան զբոսնում էր գյուղի փողոցներով հարևանների հետ զրուցելով։ Սա բնական, ամենօրյա, չափավոր ակտիվություն էր, որը պահում էր նրա սիրտը ուժեղ, հոդերը ճկուն, իսկ միտքը պարզ։ Երրորդ և չորրորդ սյունները, կապը և խաղաղությունը, գուցե ամենակարևորներն են։ Մեր նախնիներն ապրում էին մեծ ընտանիքներով, համայնքով։ Նրանք միայնակ չէին, ուրախությունը կիսում էին հարսանիքներին, տխրությունը միասին էին տանում։ Երեխաները մեծանում էին տատիկ-պապիկների հեքիաթների ներքո, իսկ ծերերը իրենց երբեք լքված չէին զգում, քանի որ միշտ շրջապատված էին թոռների ծիծաղով։ Այս ամուր սոցիալական կապը հզորագույն դեղամիջոց է ստրեսի և դեպրեսիայի դեմ։ Իսկ այսօրվա մարդը, շրջապատված լինելով հազարավոր ընկերներով սոցիալական ցանցերում, իրականում աննախադեպ միայնակ է։ Եվ այս ամենը, սիրելիներս, այլևս պարզապես գեղեցիկ պատմություն չէ, սա գիտություն է։ Վերջին տասնամյակում հարյուրավոր հետազոտություններ են իրականացվել։ Օրինակ, հանրահայտ կապույտ գոտիների Blue Zones նախագիծը, որն ուսումնասիրել է աշխարհի ամենաերկարակյաց մարդկանց, Իտալիայի Սարդինիա կղզում, Ճապոնիայի Օկինավայում, ցույց է տվել, որ նրանց բոլորին միավորում են հենց այս 4 սկզբունքները։ 2020 թվականին The Lancet ամսագրում հրապարակված մի մեծ հետազոտություն հաստատեց, որ այսպիսի կենսակերպը 30-40%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից վաղաժամ մահացության ռիսկը։ Սա ավելի արդյունավետ է, քան շատ թանկարժեք դեղամիջոցներ, որոնք, ի տարբերություն այս մոտեցման, ունեն նաև բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Գիտությունն այսօր ապացուցում է այն, ինչ մեր տատիկները գիտեին դարեր շարունակ։ Եվ սա մեզ պետք է ոչ թե վրդովեցնի, այլ հույս տա, հույս, որ մեր առողջության բանալին մեր իսկ ձեռքերում է։ Եվ այն շատ ավելի պարզ, անվտանգ և հասանելի է, քան մենք կարծում էինք։ Գիտեմ, շատերդ հիմա մտածում եք, սա շատ գեղեցիկ է հնչում բժիշկ, բայց սրանք ընդամենը պատմություններ են անցյալից։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, մեզ ապացույցներ են պետք, և դուք 1000 անգամ ճիշտ եք։ Որպես բժիշկ, ես ինքս երբեք չէի խոսի այս մասին, եթե այն, ինչ մեր նախնիները անում էին ինտուիտիվ, այսօր չստանար իր ամուր գիտական հիմնավորումը։ Եկեք մի պահ մեր տատիկների խոհանոցից տեղափոխվենք աշխարհի լավագույն լաբորատորիաներ և տեսնենք, թե ինչպես է գիտությունը բացատրում այս հրաշքը։ Նախ եկեք խոսենք մեր օրգանիզմի ամենամեծ թշնամու՝ քրոնիկ բորբոքման մասին։ Պատկերացրեք, որ ձեր մարմնի ներսում անընդհատ մի փոքրիկ, անտեսանելի հրդեհ է վառվում։ Այն չի այրում այնքան ուժեղ, որ դուք ցավ զգաք, բայց այն դանդաղ, տարիներ շարունակ վնասում է ձեր անոթները, հոդերը, ուղեղի բջիջները։ Հենց այս թաքնված հրդեհն է սրտի կաթվածի, ինսուլտի, շաքարային դիաբետի, ալցհեյմերի հիվանդությանը և նույնիսկ քաղցկեղի շատ տեսակների հիմքում ընկած պատճառը։
Իսկ ինչն է բորբոքում այդ հրդեհը։ Առաջին հերթին մեր սնունդը, շաքարը, սպիտակ ալյուրը, վերամշակված մթերքները, անորակ յուղերը նման են բենզինի, որը մենք լցնում ենք այդ կրակի վրա։ Իսկ ինչ էին ուտում մեր նախնիները։ Նրանց սնունդը կանաչին, հատապտուղները, մասուր, մոշ, հաղարճ, ընդեղենը, լոբազգիները հարուստ են նյութերով, որոնք կոչվում են պոլիֆենոլներ եւ հակաօքսիդանտներ։ Սրանք մեր օրգանիզմի բնական հրշեջներն են, նրանք մտնում են մեր բջիջների մեջ եւ պարզապես մարում են այդ քրոնիկ հրդեհը։ Սա ֆանտաստիկա չէ։ Հարվարդի համալսարանի կողմից 2018 թվականին իրականացված մի լայնածավալ հետազոտություն ցույց տվեց, որ այն մարդիկ, ում սննդակարգը հարուստ է բուսական սննդով, իրենց արյան մեջ ունեն բորբոքային մարկերների զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Սա նշանակում է, որ նրանց ներքին հրդեհը շատ ավելի թույլ է։ Հիմա եկեք խոսենք մեր երկրորդ ուղեղի՝ աղիքային միկրոբիոմի մասին։ Մեր աղիներում ապրում են տրիլիոնավոր մանրեներ, մի ամբողջ քաղաքակրթություն։ Երբ մեր հուտում ենք մեր տատիկների սնունդը՝ մածուն, թթու, բանջարեղեն, Մենք կերակրում ենք մեր բարեկամ բակտերիաներին։ Նրանք ի պատասխան արտադրում են վիտամիններ, ամրացնում են մեր իմունիտետը եւ նույնիսկ ազդում են մեր տրամադրության վրա, արտադրելով երջանկության հորմոնի սերոտոնինի մոտ 90%-ը։ Իսկ երբ մենք ուտում ենք արագ սնունդ եւ քաղցրավենիք, մենք կերակրում ենք մեր թշնամի բակտերիաներին, որոնք արտադրում են տոքսիններ, թուլացնում են իմունիտետը եւ նպաստում են դեպրեսիային։ Այսօր արդեն գիտականորեն ապացուցված է, որ առողջ միկրոբիոմը երկարակեցության կարևորագույն գրավականներից է։ Իսկ ինչ կասեք ֆիզիկական ակտիվության մասին։ Երբ մենք քայլում ենք, հատկապես բնության գրկում, մեր մկանները արտադրում են հատուկ սպիտակուցներ, որոնք կոչվում են միոկիններ։ Սրանք իսկական դեղամիջոցներ են, որոնք մեր մարմինն ինքն է արտադրում։ Նրանք իջեցնում են շաքարի մակարդակը, այրում են ճարպերը եւ նույնիսկ ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։ Ավելին, քայլքը խթանում է ուղեղում նոր նեյրոնների աճը, ինչը կանխարգելում է հիշողության կորուստը ծերության տարիներին։ Այս ամենը հաստատվում է կոնկրետ թվերով։ Դենիել Բյութների գլխավորած կապույտ գոտիների նախագիծը, որի մասին արդեն խոսեցինք, ցույց տվեց, որ այս կենսակերպով ապրող մարդիկ ոչ միայն 10-12 տարով ավելի երկար են ապրում, այլև 80-90 տարեկանում շատ ավելի քիչ են տառապում խրոնիկ հիվանդություններով։ Իմ գործընկերներից մեկը, բժիշկ Դեյվիդ Կացը Յեյլի համալսարանից, իր կլինիկայում կիրառում է հենց այս մոտեցումը։ Նա իր հիվանդներին դեղերի փոխարեն դուրս է գրում բաղադրատոմսեր, քայլքի պլաններ եւ սոցիալական ակտիվության խորհուրդներ։ Եվ արդյունքները ցնցող են։ Նրա հիվանդներից շատերը, ովքեր տառապում էին երկրորդ տիպի դիաբետով, կարողացել են ամբողջությամբ հրաժարվել դեղամիջոցներից, պարզապես փոխելով իրենց կենսակերպը։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր առավելությանը։ Այս մեթոդը, ի տարբերություն դեղերի, կողմնակի ազդեցություններ չունի։ Ոչ ոքի լյարդը չի վնասվել բրոկոլի ուտելուց, կամ երիկամները չեն խափանվել այգում զբոսնելուց։ Այն բնական է, քանի որ մեր օրգանիզմը հազարամյակներ շարունակ հարմարվել է հենց այսպիսի կյանքի։ Եվ վերջապես, այն տնտեսապես շահավետ է։ Մի պարկ ոսպն ու լոբին շատ ավելի էժան են, քան խոլեստերինի դեմ պայքարող թանկարժեք դեղամիջոցների 1 ամսվա չափաբաժինը։ Այսպիսով, մեր առջև ընտրություն է՝ շարունակել մարել հրդեհները, որոնք մենք ինքներս ենք բորբոքում, թե վերջապես դադարել բենզին լցնել կրակի վրա եւ սկսել օգտագործել այն բնական հրշեջ միջոցները, որոնք մեր նախնիները մեզ ժառանգություն են թողել եւ որոնց ուժն այսօր ապացուցում է մեծ գիտությունը։ Լավ, սիրելի բարեկամներ, տեսությունից անցնենք գործի։ Բավական է խոսել, ժամանակն է սկսել բուժվել, եւ մենք կսկսենք ամենահիմնականից, նրանից, ինչ մենք դնում ենք մեր ափսեի մեջ, որովհետեւ, ինչպես ասում էր մեծ Հիպոկրատը, թող ձեր սնունդը լինի ձեր դեղը եւ ձեր դեղը ձեր սնունդը։ Ես ձեզ չեմ տալու բարդ դիետա կամ կալորիաների հաշվարկ։ Ես ձեզ կտամ մի պարզ, բայց անչափ հզոր սկզբումբ, որը ես անվանում եմ երկարակյացի ափսե։ Սա այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք ձեր նոր, առողջ կյանքը։ Բայց մինչ այդ մի կարևոր նախազգուշացում, որպես բժիշկ ես պնդում եմ, հետևողականությունը այստեղ ամեն ինչ է, սա մեկ անգամյա ակցիա չէ, սա նոր սովորություն է, մի սպասեք հրաշքի առաջին օրը, ձեր մարմինը տարիներով է կուտակել խնդիրները, տվեք նրան ժամանակ մաքրվելու եւ վերականգնվելու համար, եւ այսպես վերցրեք ձեր սովորական ճաշի ափսեն եւ մտովի բաժանեք այն երկու մասի, հիմա այդ կեսերից մեկը բաժանեք եւս երկու մասի, ստացվեց 3 անհավասար մաս,
Ահա սա էլ ձեր նոր ուղեցույցն է։ Առաջին եւ ամենամեծ մասը, ափսեի ուղիղ կեսը 50%-ը պետք է լցված լինի բանջարեղենով եւ կանաչիով։ Եվ երբ ես ասում եմ բանջարեղեն, նկատի չունեմ միայն լոլիկն ու վարունգը, նկատի ունեմ գույների ծիածանը, խորը կարմիր բազուկ, որը լի է արյունը մաքրող նյութերով, վառ նարնջագույն գազար եւ դդում, որոնք լի են բետա-կարոտինով, մեր տեսողության եւ մաշկի պահապանով։ Բոլոր տեսակի կաղամբները՝ սպիտակ, կարմիր, բրոկոլի, ծաղկակաղամբ, սրանք հզորագույն հակաքաղցկեղային մարտիկներ են։ Եվ իհարկե կանաչի, ոչ թե մի երկու ճյուղ զարդարարանքի համար, այլ մի մեծ առատ փունջ՝ սպանախ, թրթնջուկ, ավելուկ, սիբեղ, համեմ, մաղադանոս, ռեհան։ Պատկերացրեք, թե ինչպես եք ուտում արևի էներգիան, հողի ուժը։ Այս ամենը կարելի է ուտել թարմ վիճակում, աղցանի տեսքով, կամ թեթևակի շոգեխաշած։ Երկրորդ մասը, ափսեի 1/4-ը 25%, պետք է լինեն ամբողջական հացահատիկներ։ Մոռացեք սպիտակ փափուկ հացի մասին։ Դա դատարկ կալորիա է, որը ոչինչ չի տալիս, բացի շաքարի կտրուկ բարձրացումից։ Ձեր ընկերներն էր հաճարը, որը մեր նախնիների ուժի աղբյուրն էր, բլղուրը, գարին, վարսակը։ Սրանք դանդաղ ածխաջրեր են։ Նրանք նման են վարարանում դանդաղ այրվող փայտի, որը երկար ժամանակ ջերմություն եւ էներգիա է տալիս, առանց կտրուկ տատանումների։ Եվ երրորդ, վերջին քառորդը, 25%, սա առողջ սպիտակուցն է։ Եվ այստեղ է ամենամեծ գաղտնիքը։ Փորձեք շաբաթվա մեծ մասը այս քառորդը լցնել բուսական սպիտակուցով։ Ոսպ, սիսեր, բոլոր տեսակի լոբիներ։ Սրանք ոչ միայն սպիտակուցի, այլև բջջանյութի անգնահատելի աղբյուր են։ Բջջանյութը մեր աղիների խոզանակն է, որը մաքրում է բոլոր տոքսիններն ու ավելորդ խոլեստերինը։ Շաբաթը 1-2 անգամ կարող եք այստեղ ավելացնել մի կտոր ձուկ, հավի սպիտակ միս կամ մի քանի ձու։ Երբ դուք սկսում եք այսպես սնվել, ձեր օրգանիզմում մի հեղափոխություն է սկսվում։ Առաջին շաբաթվա ընթացքում դուք կարող եք նկատել, որ ավելի շատ եք զուգարան գնում։ Մի անհանգստացեք, սա հիանալի նշան է։ Ձեր աղիները սկսում են մաքրվել տարիներով կուտակված աղբից։ Երկրորդ շաբաթվա վերջում դուք կզգաք, որ ավելի շատ էներգիա ունեք։ Այն ծանրությունը, որը զգում էիք ճաշից հետո, կանհետանա։ Մեկ ամիս անց ձեր մաշկը կսկսի փայլել, իսկ հոթացավերը կարող են նվազել, քանի որ ձեր մարմնում քրոնիկ բորբոքումը կսկսի մարել։ Ես ուզում եմ ձեզ պատմել իմ հիվանդներից մեկի, պարոն Վարդանի մասին, ով ինձ դիմեց 64 տարեկանում։ Նա ուներ երկրորդ տիպի դիաբետ, բարձր ճնշում, ավելորդ քաշ եւ անընդհատ հոգնածության զգացում։ Նա օրական 5 տարբեր դեղ էր խմում։ Երբ ես նրան ներկայացրի երկարակյացի ափսեի սկզբունքը, նա թերահավատորեն նայեց ինձ։ Բժիշկ, ես այսքան դեղ եմ խմում ու չի օգնում, միթե կաղամբն է ինձ բուժելու, ասաց նա։ Ես նրան խնդրեցի ընդամենը 1 ամիս փորձել։ Վարդանը համաձայնեց։ Նա սկսեց իր օրը վարսակի շիլայով եւ հատապտուղներով։ Ճաշին ուտում էր ոսպով ապուր եւ մեծ աղցան։ Իսկ ընթրիքին շոգեխաշած բանջարեղեն մի կտոր ձգով։ 3 ամիս անց նա եկավ իմ մոտ։ Նա նիհարել էր 8 կիլոգրամ։ Բայց դա ամենակարևորը չէր։ Նրա արյան շաքարը գրեթե նորմայի սահմաններում էր, իսկ ճնշումը զգալիորեն իջել էր։ Մենք սկսեցինք զգուշորեն նվազեցնել դեղերի չափաբաժինները։ Այսօր, 1 տարի անց, Վարդանը խմում է ընդամենը 1 դեղ, նախկին 5-ի փոխարեն, եւ իրեն զգում է ավելի առույգ, քան 10 տարի առաջ։ Նա ասում է. «Ես նորից սկսեցի ապրել, բժիշկ, ոչ թե պարզապես գոյատևել։ Սա ձեզ համարել է հասանելի, սկսեք այսօր, ոչ թե երկուշաբթիից, այլ հենց հաջորդ կերակուրից։ Պարզապես նայեք ձեր ափսեին եւ հարցրեք ինքներդ ձեզ, որտեղ է իմ ծիածանը, որտեղ է իմ կյանքի ուժը։ Սա միայն սկիզբն է։ Հաջորդիվ մենք կխոսենք, թե ինչպես այս հզոր սննդակարգին ավելացնել մյուս կարևոր բաղադրիչները՝ շարժումը եւ հոգու խաղաղությունը, որպեսզի արդյունքը լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Շատ լավ, մենք կառուցեցինք մեր առողջության ամրոցի հիմքը՝ երկարակյացի ափսեն։ Դուք արդեն գիտեք, թե ինչպես սնուցել ձեր մարմինը, որպեսզի այն դադարի պայքարել ինքն իր դեմ եւ սկսի բուժվել։ Բայց եթե մենք ուզում ենք ոչ միայն ամուր հիմք ունենալ, այլև կառուցել բարձր, անառիկ աշտարակներ, ապա պետք է ավելացնենք մեր համակարգի մյուս 2 կարևորագույն տարրերը՝ շարժումը, որը կյանք է, եւ կապը, որը սնուցում է հոգին։
Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մի քանի պրոֆեսիոնալ գաղտնիքներով, որոնց մասին բժիշկները ցավոք միշտ չէ որ ժամանակ են ունենում խոսել ընդունելության ժամանակ։ Եկեք սկսենք շարժումից։ Ես գիտեմ, որ շատերի համար ֆիզիկական ակտիվություն բառը հոմանիշ է մարզասրահում քրտնելու կամ առավոտյան վազքի հետ, ինչը 60 անց ոչ բոլորի համար է հաճելի կամ նույնիսկ օգտակար։ Մոռացեք այդ մասին։ Մեր նպատակը ոչ թե օլիմպիական ռեկորդներ սահմանելն է, այլ մեր մարմնի բնական ռիթմերը վերականգնելը։ Եվ այստեղ ես ձեզ կտամ երկու հզոր, բայց պարզ գործիք։ Առաջինը ոսկե 40 րոպեն է։ Ձեր ամենօրյա նպատակը պետք է լինի 30 րոպե անընդմեջ քայլքը։ Ոչ թե խանութից խանութ վազվզելը, այլ հանգիստ, չափավոր տեմպով զբոսանքը, որի ընթացքում ձեր սրտի զարկերը մի փոքր արագանում են։ Բայց դուք կարողանում եք հանգիստ զրուցել։ Իսկ երբ է լավագույն ժամանակը դրա համար։ Քչերը գիտեն, որ մեր օրգանիզմի բիորիթմերի տեսանկյունից ամենաարդյունավետ ժամանակը ճաշից կամ ընթրիքից 30-40 րոպե հետո է։ Ինչու՞։ Որովհետև հենց այդ պահին է, որ սննդից ստացված գլյուկոզան, շաքարը, սկսում է ներծծվել արյան մեջ։ Երբ դուք քայլում եք, ձեր մկանները սկսում են ակտիվորեն ուտել այդ շաքարը, օգտագործելով այն որպես վառելիք։ Սա թույն է տալիս կանխել արյան շաքարի կտրուկ բարձրացումը, ինչը երկրորդ տիպի դիաբետի կանխարգելման լավագույն բնական միջոցն է։ Երկրորդ գործիքը, որը ես խորհուրդ եմ տալիս իմ բոլոր տարեց հիվանդներին, կռունկի վարժությունն է։ Այն շատ պարզ է, բայց անչափ օգտակար է հավասարակշռության, հոդերի ճկունության և ուղեղի աշխատանքի համար։ Ամեն առավոտ ատամները լվանալիս փորձեք կանգնել մեկ ոտքի վրա 30 վայրկյան, հետո մյուսի։ Սկզբում դժվար կլինի, կարող եք ձեռքով բռնվել պատից, բայց աստիճանաբար դուք կզգաք, թե ինչպես են ձեր ոտքերի և իրանի մանր մկանները ամրանում։ Դուք պետք է զգաք թեթև լարվածություն սրունքի և ազդրի հատվածում։ Սա ոչ միայն կանխարգելում է վայր ընկնելու վտանգը, որը շատ վտանգավոր է տարեց հասակում, այլև ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են կոորդինացիայի համար։ Հիմա անցնենք երրորդ սյունին՝ սոցիալական կապին։ Միայնությունը թույն է, որը դանդաղ սպանում է։ Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ քրոնիկ միայնությունը մահացության ռիսկի տեսանկյունից նույնքան վտանգավոր է, որքան օրական 15 գլանակ ծախելը։ Մեր նախնիները չգիտեին, թե ինչ է միայնությունը, իսկ մենք ինչ կարող ենք անել այսօր։ Խորհուրդս շատ պարզ է՝ շաբաթական 3 զանգի կանոնը։ Ընտրեք 3 մարդու, ովքեր ձեզ համար թանկ են, բայց ում հետ վաղուց չեք խոսել՝ հին ընկեր, հեռու բարեկամ, նախկին գործընկեր։ Եվ շաբաթվա ընթացքում պարզապես զանգահարեք նրանց, առանց որևէ առիթի։ Ոչ թե հաղորդագրություն գրեք, այլ զանգահարեք, որպեսզի լսեք նրանց ձայնը։ 5-10 րոպեանոց անկեղծ զրույցը ձեր ուղեղում արտադրում է օքսիտոցին, կապվածության հորմոնը, որը նվազեցնում է ստրեսը, իջեցնում է ճնշումը և ստեղծում է ջերմության ու անվտանգության զգացում։ Ես ուզում եմ ձեզ պատմել տիկին Անահիտի մասին, ով 73 տարեկան է։ Նա ինձ մոտ եկավ խորը ընկճախտի մեջ։ Ամուսնու մահից հետո նա ամբողջովին մեկուսացել էր։ Նրա օրերն անցնում էին հեռուստացույցի առջև, իսկ առողջական խնդիրներն օրեցօր սրվում էին։ Դեղերը միայն ժամանակավոր թեթևացում էին տալիս։ Մենք նրա հետ սկսեցինք երկարակյացի ափսեից, բայց իսկական բեկումը տեղի ունեցավ, երբ ես նրան համոզեցի կիրառել այս լրացուցիչ մեթոդները։ Սկզբում նա դժկամությամբ էր ամեն օր դուրս գալիս զբոսանքի, բայց շուտով դա դարձավ նրա սիրելի զբաղմունքը։ Նա սկսեց զանգահարել իր հին ընկերուհիներին։ Մի օր զրույցներից մեկի ժամանակ նա իմացավ, որ իրենց թաղամասի մշակույթի տանը ժողովրդական երգի խմբակ է բացվել տարեցների համար։ Սկզբում նա ամաչում էր, բայց հետո որոշեց գնալ։ Այսօր 6 ամիս անց տիկին Անահիտը բոլորովին այլ մարդ է։ Նա ոչ միայն երգում է խմբակում, այլև դարձել է դրա կազմակերպիչներից մեկը։ Նա ունի նոր ընկերներ, նոր նպատակ։ Նրա դեմքից անհետացել է տխուր արտահայտությունը, իսկ ճնշման դեհերի կարիքը գրեթե չկա։ Նա ասում է. «Բժիշկ, դուք ինձ ոչ թե դեղ տվեցիք, այլ կյանքի բանալի»։ Ահա թե ինչ է նշանակում համակարգային մոտեցում։ Երբ սնունդը, շարժումը և սոցիալական կապը աշխատում են միասին, նրանք ստեղծում են մի սիներգիա, մի ուժ, որի դիմաց ոչ մի հիվանդություն չի կարող դիմանալ։ Սա ձեր հնարավորությունն է դառնալու ձեր սեփական առողջության ճարտարապետը։ Սիրելի բարեկամներ, մենք միասին անցնում ենք մի շատ կարևոր և ոգեշնչող ճանապարհով։ Ես տեսնում եմ ձեր խանգավառությունը և հավատում եմ, որ այս գիտելիքը կարող է իսկապես փոխել ձեր կյանքը։ Բայց հենց այս պահին, որպես ձեր բժիշկ և ուղեկից, ես պարտավոր եմ մի պահ կանգ առնել և խոսել ամենակարևորի՝ անվտանգության մասին։
Հիշում եք, բժշկության հիմնական պատվիրանը՝ մի վնասիր։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք, հզոր, բնական համակարգ է, բայց նույնիսկ ամենաօգտակար դեղը կարող է վնասել, եթե այն սխալ կիրառվի։ Ուստի խնդրում եմ լսեք ինձ շատ ուշադիր։ Սա ոչ թե վախեցնելու, Այլ ձեզ պաշտպանելու եւ ձեր ճանապարհը հնարավորինս անվտանգ ու արդյունավետ դարձնելու համար է։ Նախ եկեք հստակ սահմանենք, թե ում համար այս կենսակերպի կտրուկ անցումը կարող է հակացուցված լինել առանց բժշկի անմիջական հսկողության։ Եթե դուք ունեք երիկամային խրոնիկ անբավարարություն, հատկապես վերջին փուլերում, ապա սպիտակուցի, այդ թվում բուսական, քանակի փոփոխությունը պետք է խստորեն համաձայնեցվի ձեր նեֆրոլոգի հետ։ Եթե դուք տառապում եք աղիների բորբոքային հիվանդություններով, ինչպիսիք են կրոնի հիվանդությունը կամ խոցային կոլիտը սրացման փուլում, ապա մեծ քանակությամբ հում բջջանյութը կարող է վատ թարացնել ձեր վիճակը։ Եվ իհարկե, եթե դուք ունեք սուր ալերգիաներ որոշակի մթերքների, օրինակ ընդեղենի կամ լոբազգիների նկատմամբ, ապա դրանք պետք է բացառվեն։ Այս դեպքերում մեր համակարգի սկզբունքները կիրառելի են, բայց պահանջում են անհատական մոտեցում և բժշկի հետ համատեղ պլանի մշակում։ Հաջորդ կարևոր կետը դեղերի հետ փոխազդեցությունն է։ Շատերը սխալմամբ կարծում են, որ բնականը նշանակում է անվնաս և կարելի է այն համատեղել ամեն ինչի հետ։ Դա այդպես չէ։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են վարֆարինը կամ կսարելտոն, ապա պետք է իմանաք, որ մեծ քանակությամբ կանաչ տերևավոր բանջարեղենը, սպանախ, կաղամբ, որոնք հարուստ են վիտամին K-ով, կարող են թուլացնել այդ դեղերի ազդեցությունը։ Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել կանաչուց, բայց դրա քանակը պետք է լինի կայուն, և ձեր բժիշկը պետք է տեղյակ լինի այդ մասին, դեղաչափը ճշգրտելու համար։ Եթե դուք շաքարային դիաբետի համար դեղեր կամ ինսուլին եք ընդունում, ապա այս կենսակերպին անցնելիս ձեր արյան շաքարի մակարդակը կարող է սկսել բնականոն կերպով իջնել։ Սա հրաշալի է, բայց եթե դուք չնվազեցնեք դեղերի չափաբաժինը, կարող է առաջանալ հիպոգլիկեմիա, շաքարի վտանգավոր անկում։ Այդ պատճառով առաջին շրջանում անհրաժեշտ է շատ ավելի հաճախ չափել շաքարը և մշտական կապի մեջ լինել ձեր էնդոկրինոլոգի հետ։ Նույնը վերաբերում է ճնշումն իջեցնող դեղամիջոցներին։ Պետք է իմանալ նաև տագնապի ազդանշանները։ Եթե նոր կենսակերպին անցնելուց հետո դուք զգում եք ոչ թե էներգիայի հոսք, այլ մշտական թուլություն, գլխապտույտ, եթե սկսվում են մարսողական լուրջ խանգարումներ, որոնք չեն անցնում մի քանի օրից, կամ եթե ձեր քրոնիկ հիվանդության ախտանիշները սրվում են, սա նշան է, որ պետք է դադար տալ և անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։ Լսեք ձեր մարմնին, այն ձեր լավագույն խորհրդատուն է։ Եվ վերջապես իմ ամենակարևոր խորհուրդը՝ եղեք իմաստուն և համբերատար։ Մի փորձեք մեկ օրում փոխել ամեն ինչ։ Սա հեղափոխություն չէ, սա էվոլյուցիա է։ Սկսեք փոքր քայլերից։ Այս շաբաթ պարզապես ավելացրեք մեկ մեծ ափսե աղցան ձեր ամենօրյա սննդակարգում։ Հաջորդ շաբաթ փորձեք շաբաթը 2 անգամ մսի փոխարեն ոսպով ճաշ պատրաստել։ Սկսեք օրական 10 րոպե քայլելուց և աստիճանաբար հասցրեք 30-ի։ Ես խորհուրդ եմ տալիս վարել առողջության օրագիր։ Պարզապես մի փոքր տետրում գրի արեք, թե ինչ եք կերել, ինչքան եք շարժվել և ինչպես եք ձեզ զգացել։ Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչն է լավագույնս աշխատում հենց ձեր օրգանիզմի համար։ Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ, ձեր ճանապարհը ձերն է։ Հիշեք, մեր նպատակը ոչ թե արագ, այլ կայուն և երկարաժամկետ արդյունքն է։ Ձեր առողջությունը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Եվ այս մարաթոնում ես ձեր կողքին եմ։ Մենք արդեն խոսեցինք առանձին բաղադրիչների մասին՝ սնունդ, շարժում, անվտանգություն։ Իսկ հիմա եկել է ժամանակը այս բոլոր կտորները հավաքելու և տեսնելու այն գեղեցիկ խճանկարը, որը կոչվում է առողջ և ներդաշնակ կյանք։ Որովհետև մեր մարմինը առանձին մասերից բաղկացած մեքենա չէ, այն միասնական, կենդանի համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է։ Դուք կարող եք ամենաառողջ սնունդն ուտել, բայց եթե ձեր միտքը լի է անհանգստությամբ, իսկ մարմինը անշարժուց, ապա լիարժեք առողջության երբեք չեք հասնի։ Այսօր մենք կխոսենք վերջին, 4-րդ սյան հոգու խաղաղության մասին և կմիավորենք ամեն ինչ մեկ ընդհանուր կենսակերպի մեջ։ Եկեք մի պահ խորանանք սննդի մեջ։ Բացի երկարակյացի ափսեի ընդհանուր սկզբունքից, կան մի քանի սուպեր մթերքներ, որոնք կարծես հատուկ ստեղծված լինեն մեր տարածաշրջանի համար։ Առաջինը կտամատի սերմն է։ Ամեն առավոտ ձեր վարսակի շիլայի կամ մածունի մեջ ավելացրեք 1 ճաշի գթած աղացած կտավատի սերմ։ Սա օմեգա 3 ջարպաթթուների ամենահարուստ բուսական աղբյուրն է, որոնք մեր ուղեղի և սրտի համար անփոխարինելի են։ Երկրորդը ընկույզն է։ Օրական ընդամենը մի բուռ ընկույզ զգալիորեն նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
Եվ երրորդը մեր հայկական լեռների հպարտությունը, ուրցն ու նանան։ Պատրաստեք թեյ այս խոտաբույսերով։ Նրանք ոչ միայն հանգստացնում են նյարդային համակարգը, այլև բարելավում են մարսողությունը։ Ահա ձեզ մի պարզ բառադրատոմս՝ ուժի ապուր։ Վերցրեք կարմիր ոսպ, մի քանի գազար, սոխ, սխտոր, մի կտոր դդում։ Եփեք այս ամենը մինչև փափկելը, ավելացրեք մի պտղունց կորիզ, համեմեք աղով, պղպեղով եւ վերջում ավելացրեք առատ թարմ մաղադանոս։ Սա ոչ միայն համեղ ճաշ է, այլև վիտալինների եւ հանքանյութերի իսկական պահեստ։ Հիմա անցնենք ֆիզիկական ակտիվությանը։ Ոսկե 30 րոպե քայլքից բացի շատ կարևոր է օրվա մեջ ներառել նաև կարճատև շարժման ընդմիջումներ։ Եթե դուք երկար ժամանակ նստում եք, հեռուստացույց դիտելիս կամ կարդալիս, յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ վեր կացեք եւ 2-3 րոպե պարզապես քայլեք սենյակում, ձգվեք, մի քանի անգամ կքանստեք։ Սա կանխում է արյան վճացումը երակներում եւ թարմացնում է ուղեղի արյան շրջանառությունը։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենանուրբ, բայց ամենահզոր գործոնին՝ մեր հոգեբանական էմոցիոնալ վիճակին։ Դուք երբևէ նկատել եք, որ երբ ստրեսի մեջ եք, ձեզ ավելի շատ է քաղցր կամ վնասակար բան ուտել քաշում, կամ որ վեճից հետո ձեր ճնշումը բարձրանում է։ Սա պատահական չէ։ Ստրեսի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Կարճաժամկետ ստրեսի դեպքում այն օգտակար է, օգնելով մեզ մոբիլիզացվել, բայց երբ ստրեսը դառնում է քրոնիկ, անհանգստություն երեխաների համար, ֆինանսական խնդիրներ, վատ լուրեր, կորտիզոլը սկսում է քայքայել մեր մարմինը։ Այն բարձրացնում է շաքարի մակարդակը, թուլացնում է իմունիտետը եւ նպաստում է որովայնի շրջանում ճարպի կուտակմանը։ Այդ պատճառով ստրեսի կառավարումը ոչ թե շխեղություն է, այլ կենսական անհրաժեշտություն է։ Եվ այստեղ կա մի պարզ, բայց հզոր տեխնիկա՝ 4, 7, 8 շնչառությունը։ Օրվա ընթացքում, երբ զգում եք լարվածություն կամ պարզապես քնելուց առաջ, նստեք հարմարավետ, փակեք աչքերը։ 4 վայրկյանի ընթացքում խորը ներշնչեք քթով, 7 վայրկյան պահեք շունչը եւ 8 վայրկյանի ընթացքում դանդաղ արտաշնչեք բերանով թեթև սուլոցի ձայնով։ Կրկնեք սա 4-5 անգամ։ Այս վարժությունը ակտիվացնում է մեր պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է հանգստի եւ վերականգնման համար։ Եվ այս ամենը պետք է միավորվի օրվա ճիշտ ռեժիմի մեջ։ Փորձեք ամեն օր պարկել քնելու եւ արթնանալ մոտավորապես նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Սա կարգավորում է ձեր ներքին կենսաբանական ժամացույցը, ինչը բարելավում է քնի որակը։ Իսկ որակյալ քունը այն ժամանակն է, երբ մեր մարմինը վերանորոգում է ինքն իրեն։ Ես ուզում եմ ավարտել իմ պացիենտներից մեկի Կարինեի պատմությամբ։ Նա 68 տարեկան էր, տառապում էր ռևմատոիդ արթրիտով։ Նրա հոդերը այտուցված էին, ցավոտ, եւ նա դժվարությամբ էր շարժվում։ Ուժեղ դեղերը միայն մասամբ էին օգնում, վնասելով նրա ստամոքսը։ Նա հուսահատված էր։ Մենք սկսեցինք համալիր աշխատանք։ Նա իր սննդակարգից ամբողջությամբ հանեց շաքարը, սպիտակ ալյուրը եւ վերամշակված մթերքները, անցնելով հակաբորբուքային երկարակյացի ափսեին։ Սկզբում դժվար էր, բայց նա համառեց։ Նա սկսեց օրական 15-20 րոպե զբոսնել, ցավը հաղթահարելով, եւ ամենակարևորը, նա սկսեց զբաղվել յոգայով եւ շնչառական վարժություններով, ստրեսը կառավարելու համար։ Առաջին ամիսը դժվար էր, բայց երկրորդ ամսվա վերջում նա զգաց առաջին փոփոխությունները։ Առավոտյան հոդերի կաշկանդվածությունը սկսեց նվազել։ 6 ամիս անց Կարինեն եկավ իմ մոտ առանց ձեռնափայտի։ Նա նիհարել էր, բայց դեմքը փայլում էր։ Բժիշկ, ասաց նա արդյունքն աչքերին, ես մոռացել էի, թե ինչ է առանց ցավի ապրելը։ Ես ոչ թե պարզապես բուժվում եմ, ես վերադարձնում եմ իմ կյանքը։ Սա է հոլիստիկ մոտեցման ուժը։ Երբ դուք սկսում եք հոգ տանել ձեր մարմնի, մտքի եւ հոգու մասին միաժամանակ, դուք ոչ թե պարզապես բուժում եք մի հիվանդություն, այլ ստեղծում եք առողջության մի միջավայր, որտեղ հիվանդությունները պարզապես չեն կարող գոյատևել։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, մեր երկար ու կարևոր զրույցը մոտենում է իր ավարտին։ Մենք միասին անցանք մի ճանապարհ մեր նախնիների լեռնային արահետներից մինչև ժամանակակից գիտության լաբորատորիաներ եւ տեսանք մի զարմանալի ճշմարտություն. երկարակեցության, առողջության եւ կենսունակության գաղտնիքը թաքնված չէ թանկարժեք դեղահաբի կամ բարդ վիրահատության մեջ։ Այն մեր արմատների մեջ է, մեր հողի, մեր ավանդույթների եւ մեր իսկ մարմնի անսահման իմաստության մեջ։ Մենք բացահայտեցինք, որ առողջության ամրոցը կանգնած է 4 հզոր, անսասան սյուների վրա՝ բնական, բուժիչ սնունդ, ամենօրյա բնական շարժում, ամուր սոցիալական եւ ընտանեկան կապեր եւ հոգու խաղաղություն։ Սա է Արարատի կոդը, մեր ժառանգությունը, որը մենք պարտավոր ենք վերագտնել։ Ինչ է սպասվում ձեզ, եթե դուք որոշեք բռնել այս ճանապարհը։ Սկզբում դա կարող է թվալ դժվար։
Հին սովորությունները ուժեղ են, բայց ես ձեզ խոստանում եմ, որ առաջին իսկ դրական փոփոխությունները, որոնք դուք կզգաք, կդառնան ձեր ամենամեծ մոտիվացիան։ Մի քանի շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի լավ եք քնում։ Մի քանի ամիս անց դուք կզգաք, որ ավելի շատ էներգիա ունեք, քան տարիներ առաջ։ Մեկ տարի անց, նայելով ձեր բժշկական քարտին, դուք կարող եք զարմանքով տեսնել, որ ձեր ցուցանիշները զգալիորեն բարելավվել են։ Սա ոչ թե միանգամյա բուժում է, այլ ներդրում ձեր ապագայի մեջ։ Սա ձեր հնարավորությունն է ոչ միայն տարիներ ավելացնել ձեր կյանքին, այլև կյանք ավելացնել ձեր տարիներին։ Ապրել ոչ թե պարզապես երկար, այլ ակտիվ, անկախ, պայծառ մտքով և ուրախ սրտով։ Լինել ոչ թե բեռ ձեր երեխաների և թոռների համար, այլ լինել նրանց հենարանը, իմաստության աղբյուրը, այն պապիկն ու տատիկը, ում հետ նրանք կուզենան անցկացնել իրենց ժամանակը, ում պատմություններով կոգեշնչվեն։ Ես ուզում եմ ձեզ պատմել իմ վերջին պատմությունը։ Սա իմ ընկերոջ Արթուրի հոր, պարոն Ռուբենի մասին է։ 70 տարեկանում նա ինսուլտ տարավ։ Նրա մարմնի ձախ կողմը գրեթե անշարժ էր, խոսքը դժվարացած։ Բժիշկները լավատես չէին, նա ընկճված էր և հրաժարվել էր պայքարելուց, բայց նրա ընտանիքը չհանձնվեց։ Նրանք ամբողջությամբ փոխեցին նրա սննդակարգը, անցնելով հակաբորբոքային սննդի։ Ամեն օր նրա որդիները նրան օգնում էին կատարել վերականգնողական պարզ վարժություններ։ Նրա թոռնիկները գալիս էին և ժամերով նրա հետ զրուցում էին, շախմատ խաղում, մարզելով նրա ուղեղը։ Դա դանդաղ և դժվարին գործընթաց էր։ Բայց 6 ամիս անց մի հրաշք տեղի ունեցավ։ Պարոն Ռուբենը կարողացավ ձեռնափայտի օգնությամբ իր առաջին քայլերն անել։ Մեկ տարի անց նա արդեն կարողանում էր ինքնուրույն զբոսնել իր այգում։ Այսօր, 2 տարի անց, նա գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Նա ինքն է խնամում իր այգին և իր ծոռնիկին սովորեցնում է այբուբենը։ Նա ասում է. «Ինսուլտը փորձեց խլել իմ կյանքը, բայց իմ ընտանիքը և բնությունը ինձ երկրորդ հնարավորություն տվեցին»։ Ի վերջո, ձեր առողջության նկատմամբ հոգատարությունը պարզապես բժշկական անհրաժեշտություն չէ, դա ինքնահարգանքի բարձրագույն դրսևորում է։ Դա երախտագիտություն է այն անգին պարգևի համար, որը կոչվում է կյանք։ Ես անսահման երախտապարտ եմ մեր նախնիներին, իրենց իմաստության համար, և ժամանակակից գիտությանը, որը թույլ է տալիս մեզ այսօր հասկանալ և գնահատել այդ իմաստությունը։ Եվ հիմա գործելու ժամանակն է։ Մի հետաձգեք, սկսեք այսօր, հենց հիմա։ Այս տեսանյութը դիտելուց հետո վեր կացեք և 10 րոպե զբոսնեք։ Ընթրիքին պատրաստեք պարզ աղցան։ Զանգահարեք այն մարդուն, ում ձայնը վաղուց չեք լսել։ Ձեր ապագա առողջ եսը ձեզ անսահման շնորհակալ կլինի։ Եթե այս զրույցը ձեզ համար օգտակար էր, խնդրում եմ կիսվեք այս տեսանյութով ձեր հարազատների և ընկերների հետ։ Միասին մենք կարող ենք ստեղծել առողջության մի շարժում։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ կարևոր հանդիպումները։ Եվ իհարկե, մեկնաբանություններում գրեք, թե այս 4 սյուներից որն է ձեզ համար ամենադժվարը ներդնել ձեր կյանքում։ Գրեք թիվը. 1-ը սննդի համար, 2-ը շարժման, 3-ը սոցիալական կապի, 4-ը սթրեսի կառավարման։ Սա կօգնի ինձ հասկանալ, թե ինչի մասին խոսել հաջորդիվ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Եղեք առողջ, եղեք երջանիկ և հիշեք, ձեր կյանքի լավագույն տարիները դեռ առաջ